Ես համարում եմ, որ պատմական օր է։ Փաշինյանի թիմից վտարված Հակոբ Ասլանյանի համար պատմական է Փաշինյանին հեռացնելու գործընթացի մեկնարկի օրը։ Մենք նախաձեռնում ենք մի գործ, որը ամբողջությամբ ծառայելու է մեր պետության ու պետականության նորովի զարգացումներին։ Հակոբ Ասլանյանի բախտակից ու կուսակից Հովիկ Աղազարյանը հայտնում է, որ իրենց հիմնած կուսակցությունը Մասկը վարչապետի 7 թեկնածություն է քննարկել, անգամ իրեն Աղազարյանին են տեսել վարչապետի թեկնածու։ Ազգային ժողովի հարգարժան փոխ։ Սակայն կուսակցության վարչությունը նախապատվությունը տվել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Մարուքյանի թեկնածությանը։ Ես եմ շնորհակալ նաև վստահության համար։ Տեսախցիկի առաջ Աղազարյանն ու Աստանյանը ստորագրում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նպատակով խորհրդարանի նախագահին ուղղված նամակը։ Հիմնավորում ունեն Փաշինյանը ձախողել է կառավարության ծրագիրը։ Այսպիսով գործընթացը մեկնարկեց։ Մասկի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը նախ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներին է հրավիրում իրենց ստորագրություններով միանալ իմպիչմենտի նախաձեռնությանը։ Պետք է գան, սա որ սենյակն է աշխատի։ 125 աշխատասենյակ падգամավորի պարոն Ասլանյանի եւ ստորագրեն այս ձևաթուղթը։ Եթե հանկարծ ուզենան, որ մենք տանենք, որ իրանք ստորագրեն, դա էլ կանենք։ Սա իմպիչմենտ 2 օպերացիան է խորհրդարանում։ Հիմա այս 107 նամակը տանել եք։ Իմպիչմենտ 1-ը 3 շաբաթվա պատմություն ունի։ Արման Եղոյան։ Խորհրդարանի 107 падգամավորներին ապրիլի 28-ին նամակներ էին գրել Արթունենք շարժման անդամները իմպիչմենտ սկսելու առաջարկով։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը կասկած էր հայտնել այս փուլում իմպիչմենտի նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ Պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավոր արձագանքելով իմպիչմենտի նախաձեռնությանը վստահեցրել էր, որ պատրաստ է առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցը։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Ըստ որոշ վերլուծաբանների, քանի որ արդեն Աղազարյանն ու Ասլանյանը առաջադրել են վարչապետի թեկնածու, ապա պատիվ ունեմը խոստմանը հավատարիմ պետք է միանա նախկին ՔՊԱ-ականների սկսած պրոցեսին։ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն իմպիչմենտի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն։ Այդքան ստորագրություն ունեն ընդդիմադիր երկու խմբակցությունները, պլյուս ՔՊ-ից արտաքսված Աղազարյան, Ասլանյան քաղաքական զույգը։ Բայց գործընթացի հաջող ավարտի համար 20 ՔՊԱ-ականի ձայն է պետք։ Բայց խոսելուց առաջ Մասկի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը չի կարծում, թե ՔՊԱ-ականները չեն միանա իմպիչմենտին։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն չի քվեարկի։ Ոնց է ակնհայտ։ Ձեզ ասել են իրան։ Իրենց հավատարմության երթումները Նիկոլ, այո, ես հարցազրույցների ընթացքում հասկանում եմ, որ դուք 70 օգուտ է խոսել եք։ Դուք երբ որ խոսում եք, այդ ժամանակ իմպիչմենտը չկար։ ՔՊ-ի համար վարչապետը Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ, ասում է Ազգային ժողովի նախագահը։ հաջորդ անգամ։ Լուրջ չեն վերաբերվում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ եւ դրանով սահմանափակվում է մեր քննարկումը դրա շուրջ։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Հայլուր։